Մեր նախագիծը կոչվում է անվտանգության կղզի։ Սա մի ամբողջական կրթական միջավայր է, որն ապացուցում է, որ անվտանգության կանոնները սովորելը կարող է լինել հետաքրքիր, բնավոր և հիշվող։ Կամոյի միջնակարգ դպրոցի աշակերտների ստեղծած անվտանգության կղզին ինտերակտիվ խաղ է, որին մասնակցողները քարտերի օգնությամբ կարող են բացահայտել, թե աշակերտներն ինչպես են պատկերացնում իրենց դպրոցի անվտանգ միջավայրը։ Աշակերտների ստեղծած ռեսուրս խաղերը նաև բոլորի համար հավասար հնարավորությունների, վատ սովորություններից հրաժարվելու մասին են։ Մենք դեռահասներին ուղերձ ենք տալիս, որ իրենք զերծ մնան վատ սովորություններից, քանի որ դեռահասների շրջանում վատ սովորությունը շատ տարածված է, տարածված հիմնական վատ սովորությունները ծխախոտի օգտագործումն է, թմրանյութերի օգտագործումը և էներգետիկ ըմպելիքների օգտագործումը։ Ապահով սրտեր ուժեղ դպրոցը այս նախագիծը ստեղծվել է մեկ գաղափարի շուրջ, քանի որ յուրաքանչյուր երեխա պետք է իրեն ապահով զգա դպրոցում։ Մեր նախագծում ներկայացված են ինտերակտիվ խաղեր, հոգեբանական հատվածներ, որոնք օգնում են երեխաներին աջակցել միմյանց, ձևավորել վստահություն, ընկերասիրություն և կանխել բուլինգը։ Մենք հասկացանք, որ ապահով և հոգատար միջավայր ստեղծելու համար առաջին հերթին պետք է ոչ ասենք բուլինգին, դրա համար ստեղծեցինք իրավիճակային խաղ քարտեր, որտեղ աշակերտները հայտնվում են իրական իրավիճակներում և փորձում են ճիշտ արձագանքել և պաշտպանել միմյանց, լինել ավելի բարի և ուշադիր։ Անվտանգ և ապահով կրթական միջավայրը մեր դպրոցում էքսպո մրցույթը նախաձեռնելով Շիրակի տմակը հնարավորություն էր ստեղծել մեկ վայրում համատեղել մարզի դպրոցականների գաղափարներն ու մոտեցումները կրթության համար ճիշտ միջավայր ապահովելու վերաբերյալ։ Ֆիզիկական միջավայրային հարմարեցումների հետ կապված իրենք ունեին իրենց առաջարկը, ունեին հետաքրքիր խաղեր, որոնք իրոք օգուտ են ու կնպաստեն երեխաների զարգացմանը։ Բնականաբար այլընտրանք կար ու այս պարագայում իրենց հնարավորությունները շատ լավն էին կիրառված։ Էլ չեմ ասում իրենց տիպային ու երազած դպրոցի մասին էին երեխաները ասում։ Մենք ցույց ենք տվել, թե ինչպիսին կցանկանանք լինել մեր դպրոցը ապագայում, մեր նոր կառուցվող դպրոցը։ Այստեղ տարել ենք բավականին մանրակրկիտ աշխատանք, ունենք իրավիճակային խաղ եւ թվային եւ առցանց տարբերակներով, ունենք տարբեր քյուարների մեջ փակցված մուլտեր, որոնք եւս մեր աշակերտուհու աշխատանքն է։ Էքսպոյում ներկայացված նախագծային աշխատանքներն ըստ մասնագետների լիովին կիրառելի են կրթական համակարգում։ Տմակի մասնագետները բազմիցս համագործակցում էին դպրոցի նախագծերի հետ, նախագծային թիմերի հետ եւ ստեղծված պրոդուկտները բազմիցս կիրառվում էին մեր մասնագետների կողմից եւ շատ հետաքրքիր էր ցույց տալ այդ համագործակցային կետը, ցույց տալ, որ նախագծերը կիրառական են։ Յուրաքանչյուր նախագիծ, եթե դիտարկենք որպես առանձին պրոյեկտ, շատ կարծում եմ ճիշտ կլինի, որ արդեն ավելի բարձր մակարդակում քննարկումների արժանանա։ Ինչու՞ չէ դիտարկվեն որպես պիլոտային ծրագրեր հենց դպրոցներում, որպեսզի վերհանվեն թերությունները եւ դրանք լրացվեն եւ որպես արդեն պատրաստի նախագիծ կոչվի իրագործման։ Դրանք անսահման կարեւոր են երեխաների համար, որովհետեւ նախագիծը ներկայացված է իրենց աչքերով։ Սա երեխաներին շատ լավ հնարավորություն է տալիս արտահայտվելու, իրենց կատարած աշխատանքները ներկայացնելու, փորձի փոխանակում կազմակերպելու, նոր ծանոթություններ ձեռք բերելու, իրենց մոտ ստացված արդյունքները ներկայացնելու, վերլուծելու, թերություններ իրենց ուժեղ եւ թույլ կողմերը բացահայտելու, ինչպես նաեւ ինքնահաստատվելու նաեւ հնարավորություն։ Նախագծերի առաջին էքսպո մրցույթը Շիրակի տմակում դառնալու է ամենամյա։ Էքսպոյի մրցութային բաղադրիչը դպրոցականների մոտ հարթակում լավագույնը լինելու ձգտումն է ավելացնում։ Նախագծային աշխատանքներն արժանացան խրախուսական պարգևների ու պատվոգրերի։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։